Տարածաշրջանում եւ աշխարհում եզակիներից։ Գերմանական գերհզոր 3 տեսլա հզորության բեմեր տեսարքն արդեն Մամիկոնյաց 30/1 հասցեում է։ Պրոտոն ախտորոշիչ եւ գիտակրթական կենտրոնի Արաբկիր մասնաճյուղում։ Պրոտոնի Արաբկիրի մասնաճյուղում նորաբաց տեղադրել են գերմանական գերհզոր սարք 3 տեսլա հզորությամբ, սակայն միայն 3 տեսլան բավարար չէ այսօր զարմացնելու մեր բժշկագիտությանը։ Մենք ունենք հագեցվածություն արհեստական բանականության կոմպոնենտներով, որոնք մեզ հնարավորություն են տալիս նույն հետազոտությունը ավելի արագ իրականացնել։ Մասնաճյուղի բացմանը ներկա էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, բժշկական կենտրոնների տնօրեններ, բուժաշխատողներ եւ այլ հյուրեր։ Սարքավորումները միջազգային չափորոշիչներին համապատասխան, իսկ պացիենտների համար ապահովության եւ վստահության զգացում։ Այս սկզբունքներով է առաջնորդվում կենտրոնը։ Բոլորիս մտքում կար նաեւ տեսլական դառնալ տարածաշրջանի ամենավստահելի եւ ամենամեծ կենտրոնը եւ ցանցը ախտորոշիչ ախտորոշման ոլորտում։ Ունենք մենք այդ պահին թուղթ գրիչը վերցնելով գրեցինք մի քանի արժեքներ։ Դրանք էին էմպաթիան, թիմային աշխատանքը, ինովացիան։ Հետազոտությունը պացիենտների գրպանին հասանելի է, իսկ համընդհանուր ապահովագրության շրջանակներում մարդիկ կարող են այս գերթանկարժեք սարքով հետազոտություն անցնել անվճար։ Նախարարի խոսքով ապահովագրության ներդրումը նպաստել է, որ բժշկական կենտրոններն ավելի հավակնոտ ծրագրեր անեն։ Այսօր ականատեսն ենք, թե Հայաստանի Հանրապետությունում առողջապահական համակարգը ինչպես է զարգանում, ինչ արդյունքներ է տալիս։ Այս տարի հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր բժշկական ապահովագրություն Հայաստանի Հանրապետությունում, որը հնարավորություն է տվել մեր քաղաքացիներին ել ավելի շատ դիմել բժշկական ծառայությունների համար, ստանալ որակյալ բժշկական ծառայություն, ճշգրիտ ախտորոշում եւ այսօր դա վկայում է մեզ բազմաթիվ պացիենտների հոսքը դեպի ախտորոշիչ կենտրոն եւ բժշկական կենտրոններ։ Կենտրոնի ուշադրությունից դուրս չեն մնացել նաեւ մարզերը։ Նորագույն տեխնոլոգիաներն ու եզակի հետազոտությունները հասանելի են 3 հասցեում, որոնցից մեկը Վանաձորում, իսկ 4-ը կբացվի առաջիկայում։ Պրոտոն ախտորոշիչ կենտրոնը բացվում է բժշկական հաստատություններում, Շենգայի բժշկական կենտրոնում, Վանաձոր ԲԿՄ, այսօր արդեն Արաբկիրի բժշկական կենտրոնում։ Շենգավիթ բժշկական կենտրոնի եւ Պրոտոնի հետ միասին համատեղ Արաբկիրը ստեղծեց այս ծրագիրը, որտեղ որ համագործակցում են կենտրոնները իշահ պացիենտի հետազոտության լավագույն արդյունքների։ Կենտրոնը չի մոռացել նաեւ երեխաների համար ստեղծել առանց վախի պայմաններ։ Նույնիսկ եթե նախկինում դժվարությամբ էին երեխային համոզում, որ MRT անցնի, հիմա մենք դժվարությամբ ենք երեխային համոզում, որ MRT սարքից դուրս գա։ Մենք գնացինք մի նոր ուղղությամբ, ստեղծել մի համագործակցություն տարբեր կենտրոնների, իշահ ոչ թե կենտրոնների, այլ իշահ պացիենտի ախտորոշման եւ բուժման լավագույն արդյունքների։ Անահիտ Ավանեսյանը կարևորեց համագործակցությունը եւ նշեց, որ միայն մրցակցության արդյունքում պացիենտները ունենալու են ավելի թանկ ծառայություններ, իսկ ուժեղ կողմերը միավորելով կարող են հասնել լավագույնին։ Շատ մեծ քայլ են կարել պացիենտների բուժօգնության հասանելիության մասով։ Եվ դրա արդյունքներն էլ արդեն պտուղները արդեն քաղում ենք։ 2024 թվականին Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասել է 78.6-ի, ռեկորդ է եղել։ 25 թվականի արդեն տվյալները հրապարակվել են, մենք 78.9 ենք հասել։ Սա դեռ մինչև ապահովագրությունը։ Նախարարը վստահեցրեց, որ 2026 թվականի արդյունքները ավելի տպավորիչ են լինելու։ Համահիմնադիրները կարևորեցին պրոֆեսիոնալ բժիշկների առկայությունը եւ թիմային աշխատանքը, քանի որ Պրոտոն ախտորոշիչ եւ գիտակրթական կենտրոնը ծառայում է մարդկանց առողջությանը։